Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օր վերադարձությունները նախամարոտ։ Փաշինյանի հայտարարության համապատասխան կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա փաստաթղթերը, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցությունների բովանդակության մասին։ Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի ռազմաարդյունաբերության պետնախարար Մուհամմադ Սալահ Ալ-Դին Մուստաֆայի հետ քննարկել ռազմատեխնիկական գործակցության առնչվող հարցեր։ Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Հունաստան շարունակվում է։ Այսօր կայացել է նրա հանդիպումը իր գործընկեր Նիկիտաս Կակլամանիսի հետ, ինչ են քննարկել երկու երկրների խորհրդարանների նախագահները։ Նոր փուլ Հայաստան-ԵՄ հարաբերություններում արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային երկօրյա այցով Բելգիայում է։ Բրյուսելում տեղի է ունեցել Միրզոյանի գլխավորած պատվիրակության եւ Եվրամիության գործընկերության խորհրդի ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը, որին հաջորդել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ասուլիսը։ Ազգային ժողովը սկսել է 2025 թվականի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը, կքննարկվի 27 օրենսդրական նախաձեռնություն։ Օրակարգի առանցքային հարցերից են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը, էլեկտրոմոբիլների ավելացված արժեքի հարկի արտոնության երկարաձգումը։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած համերգով տրվել է կողք կողքի 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ-պարատոնի մեկնարկը։ Բեմ են բարձրացել զարգացման առանձնահատկություններով երեխաներ, պատանիներ ու մեծահասակներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համապատասխան Հայաստանի կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա փաստաթղթերը, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցությունների բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խմբի փաստաթղթերի հետ, եւ այսպես հրապարակվել են ԵԱԿ Միսկի խմբի 2019 թվականի առաջարկները, Կրակովի փաստաթուղթը, Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին, ԵԱԿ Միսկի խմբի 2016 թվականի առաջարկները, Ռուսաստանի Դաշնության փաթեթային առաջարկները, Կազանի փաստաթուղթը, Մադրիդյան սկզբունքները, Մեղրի եւ Ղարաբաղի փոխանակման տարբերակը, ԵԱԿ Միսկի խմբի համապարփակ առաջարկները, ԵԱԿ գործող նախագահի հայտարարությունը Լիսաբոնի գագաթնաժողովին, Բուդապեշտի գագաթնաժողովի հայտարարությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը։ Հրապարակված փաթեթից կարելի է ենթադրել, որ Հայաստանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ տասնամյակներ շարունակ գոյություն են ունեցել միֆեր, որոնք ինչ խոսք ձևավորվել են Ղարաբաղյան շարժումով իշխանության ասած քաղաքական էլիտայի կողմից։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում եւ դրանից հետո հակամարտության կարգավորման բանակցությունները երբեք չեն եղել Ղարաբաղի անկախության կամ Հայաստանի հետ միացման շուրջ։ Բանակցությունների հիմնական առարկան եղել է այն, որ Ղարաբաղի շրջակա բոլոր 7 շրջանները փաթեթային կամ փուլային տարբերակով պետք է վերադարձվեին Ադրբեջանին, իսկ բուն Ղարաբաղի կարգավիճակը պետք է բանակցվեր միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ներքո։ Բանն այն է, որ նույնիսկ ինքնորոշում հասկացությունը մեզանում միֆականացված է եղել, որովհետեւ միջազգային հանրության ընկալմամբ ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի համար նշանակում էր ինքնակառավարում Ադրբեջանի կազմում, ոչ թե ինքնավարություն, այլ ինքնակառավարում։ Սա էլ է կարևոր տարբերություն։ Տարածքային ամբողջականության սկզբունքը եւ ինքնորոշման իրավունքը միաժամանակ բանակցային սեղանին ունենալը նշանակել է, որ չէր կարող լինել Ղարաբաղի կարգավիճակի որևէ սահմանում առանց Ադրբեջանի համաձայնության, որովհետեւ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է։ Սա արձանագրվել է նաև տարածքների փոխանակման ընդհանուր պետության հայեցակարգերում։ Անդրադառնանք այլ թեմաների, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակության այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն շարունակվում է, հերթական հանդիպումներ կայացել է Եգիպտոսի ռազմաարդյունաբերության պետնախարար Սալահ Ալ-Դին Մուստաֆայի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Եգիպտոսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը եւ բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարության ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական գործակցության առնչվող հարցեր։ Շարունակվում է նաև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Հունաստան։ Այսօր կայացել է նրա հանդիպումը իր գործընկեր Նիկիտաս Կակլամանիսի հետ։ Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Նիկիտաս Կակլամանիսի հետ։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը եւ բարեկամական խմբերի համագործակցությանը վերաբերող հարցերը, այնպես էլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր թեմաներ։ Առանձին անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին։ Հայաստանի ազգային ժողովի նախագահը գործընկերոջն առաջարկել է քայլեր ձեռնարկել երկու երկրների հարաբերությունները ռազմավարական համագործակցության մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Ալեն Սիմոնյանը Հունաստանի
խորհրդարանի նախագահի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Հանդիպման ավարտին Հայաստանի ազգային ժողովի նախագահը գործընկերոջը հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է Նիկիտա Սկակլամանիսի կողմից։ Այնուհետև Ալեն Սիմոնյանը շրջել է Հունաստանի խորհրդարանի շենքում եւ ծանոթացել բարեկամ երկրի օրենսդիր մարմնի առանձնահատկություններին։ Հայաստանի ու Հունաստանի խորհրդարանների ղեկավարները հանդես են եկել նաև մամուլի համար հայտարարությամբ։ Ազգային ժողովը սկսել է 2025 թվականի վերջին քառորյա նիստերի աշխատանքը, կքննարկվի 27 օրենսդրական նախաձեռնություն։ Օրակարգի առանցքային հարցերից է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը, որի առաջին փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Նիստում անդրադարձ է եղել նաև էլեկտրոմոբիլների ավելացված արժեքի հարկի արտոնության երկարաձգմանը, գույքահարկի հաշվարկման փոփոխություններին եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նոր անդամի ընտրությանը։ Ազգային ժողովում մեկնարկեց 2025 թվականի վերջին քառորյա նիստի աշխատանքը։ Օրակարգում ներառված է 27 հարց, որոնցից 9 քննարկվում են երկրորդ եւ վերջին ընթերցմամբ։ Քննարկվող նախաձեռնություններից առանցքայինը առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագիծն է, որով նախատեսվում է Հայաստանում փուլային տարբերակով ներդնել պետական առողջապահական ապահովագրության միասնական համակարգ։ Նախագիծը ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նշելով, որ ապահովագրության համակարգը կձևավորվի 2026-ից 2029 թվականների ընթացքում։ Փուլային ներդրմամբ համընդհանուր ապահովագրությունից 2026 թվականին կօգտվեն հետևյալ խմբերը։ Մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիքի անձինք, 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ ֆունկցիոնալության գնահատական ունեցող քաղաքացիները եւ անապահովության միավորներ 28 եւ ավել միավոր ունեցող անձինք։ Այս բոլոր խմբերը ապահովագրվելու են պետության կողմից եւ նրանց ապահովագրավճարը վճարելու է պետությունը պետական բյուջեի շրջանակներում։ 2026 թվականին համակարգում կներառվեն նաեւ 200,000 դրամից բարձր եկամուտ ունեցող քաղաքացիները, որոնց համար նախատեսվում է սուբսիդավորման մեխանիզմ զինապահ հիմնադրամի պարտադիր վճարի հաշվով։ 200-ից 500,000 դրամ աշխատավարձ ստացող մեր քաղաքացիները պետք է վճարեն տարեկան 129,600 դրամ, որը բաժանելով ամսական ստանում ենք 10,800 դրամ։ Վճարումը իրականացվելու է ամսական կտրվածքով։ Ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգի շրջանակներում սոցիալական կրեդիտների շրջանակում հետ վերադարձն է։ Այսինքն մեր կողմից վճարված եկամտահարկից պետությունը այսօր մեզ վերադարձնում է մեր անձի առողջության եւ կրթության ծախսերը հոգալու համար։ Եվ այս սոցկրեդիտների շրջանակներում, նորից եմ կրկնում, 200-ից 500,000 դրամ ստացող քաղաքացիները մինչև ամսական 6,000 դրամի շրջանակներում կարողանալու են հետ վերադարձ ստանալ։ 2027 թվականին կներառվեն մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող ֆորմալ աշխատողները, իսկ 2028 եւ 2029 թվականներին մնացած բոլոր քաղաքացիները, այդ թվում գյուղատնտեսությամբ զբաղվողները եւ ուսանողները։ Նախարարը նշեց, որ վճարումների հավաքագրումը կիրականացվի գործատուների եւ հարկային գործակալների միջոցով։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանն ընդգծեց նախաձեռնության սոցիալական ազդեցությունը, նշելով, որ համընդհանուր ապահովագրությունը կարող է զգալիորեն նվազեցնել աղքատության ռիսկերը, հատկապես տարեցների եւ խոցելի խմբերի շրջանում։ Համակարգի քննարկման ընթացքում քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արման Եղոյանն ընդգծեց, որ առողջության համընդհանուր ապահովագրությունը վիզաների ազատականացման գործընթացի կարևոր բաղադրիչներից է։ Մի շաբաթ, երկու շաբաթ առաջ մեզ հանձնվեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Դուք գիտեք, թե ինչքան մեծ ուշադրություն է դարձնում եվրոպական կողմը, ուրեմն այնտեղ ապաստան հայցող մեր ուրեմն առողջապահական նպատակներով այնտեղ ապաստան հայցող մեր քաղաքացիների վրա ծախսվող գումարներին, դա այնտեղ որոշակիորեն որոշ երկրներում, որտեղ քաղաքացիների հոսքը շատ է, հարուցում է որոշակի քաղաքական դիսկուրսներ եւ իրենք փորձում են անել ամեն ինչ, որ այդ խնդիրը հնարավորինս 0 չի լինելու այդ թիվը, այս գլխից ասեմ, բայց հնարավորինս լուծվի։ Նա հավելեց, որ ապահովագրական փաթեթով ընդգրկվող հիվանդությունների զգալի մասը հենց այն խնդիրներից են,
որոնց պատճառով Հայաստանի քաղաքացիները դիմում են ապաստանի հայտերով։ Եղոյանի խոսքով համընդհանուր ապահովագրությունը ոչ միայն սոցիալական, այլև արտաքին քաղաքական նշանակություն ունի եւ դրա իրականացումը շահավետ է երկրի համար։ Նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ներկայացրեց էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման համար 1 տարով ավելացված արժեքի հարկի արտոնության երկարաձգման վերաբերյալ նախագիծը։ Նոր կարգավորումը կգործի միայն 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո արված 2024, 2025 եւ 2026 թվականների մեքենաների համար։ Նախարարի խոսքով էլեկտրամոբիլների ներմուծումն արագ է գրանցել։ Հայաստանը 2022 թվականին ունեցել է 22-23-24 թվականներին ունեցել է ոչ միայն ավելացված արժեքի հարկի արտոնություն, այլև նաև մաքսատուրքից ազատման արտոնություն քվոտայի շրջանակում 22 թվականին 7000, 23-24 թվականներին եւ 25 թվականներին 8000-ական միավոր եւ պետք է նշենք, որ 23 թվականին ներմուծման ծավալը մեքենաների կազմել է 9635 միավոր, 22 թվականի համեմատ այս ցուցանիշը աճել է 75%-ով, 24 թվականի ներմուծման ծավալը կազմել է 11793 միավոր, ինչը 23 թվականի համեմատ աճել է արդեն 22%-ով։ Պապոյանի գնահատմամբ մինչև տարեվերջ ներմուծման ծավալները կարող են կրկնապատկել նախորդ տարվա ցուցանիշը։ Պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ բարձրաձայնեց քաղաքացիների մտահոգությունները կապված գույքահարկի հաշվարկման հիմքում գտնվող ձիաուժի չափման մեխանիզմի հետ։ Նա նշեց, որ կառավարությունն աշխատում է ԵԱՏՄ ռեեստրից ստացվող տվյալների հիման վրա գործող միասնական համակարգի ներդրման ուղղությամբ, ինչը բացառում է կարծիքային գնահատման անհրաժեշտությունը։ Թունյանը նաև հերքեց այն տեղեկությունը, թե ֆիզիկական անձանց կողմից էլեկտրամոբիլի վաճառքի դեպքում առաջիկայում հնարավոր է ավելացված արժեքի հարկը հաշվարկվի։ Չգիտեմ միտումնավոր թե ոչ միտումնավոր ինֆորմացիա է տարածվում, որ քանի որ արտոնությունը ավելացված արժեքի հարկի կիրառվելու է միայն 2 տարվա հնության մեքենաների համար, ապա դա նշանակում է, որ հետագայում մարդը, եթե 3-4-5 տարվա վաղեմության իր էլեկտրոմոբիլը կվաճառի, ապա ավելացված արժեքի հարկ է վճարելու։ Ուզում ասել, որ նման բան չկա եւ ավելացված արժեքի հարկը ֆիզիկական անձի կողմից մեքենա վաճառելու դեպքում ոչ միայն էլեկտրոմոբիլ, այլև ցանկացած այլ մեքենա չի կիրառվում, այս ինֆորմացիան սխալ է։ Նիստում ներկայացվեց նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Մրցույթային խորհրդի առաջարկով Թափուր պաշտոնում առաջադրվել է Վահե Մկրտչյանի թեկնածությունը։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ ԿՊ պատգամավոր Խորհրդանի փոխոսնակ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԿՊ համամասնական ցուցակում չի առաջադրվել, իսկ պատճառները տարբեր են։ Արշակյանը նշել է, որ մասնագիտությամբ ճարտարագետը աշխատել է տնտեսական զարգացման ուղղություններով, մեծ նախագծեր բերել Հայաստան։ Արշակյանի խոսքով իրեն հիմա ավելի շատ տեսնում են բիզնեսի, ՏՏ, ռազմարտության զարգացման ոլորտներում։ 2021 թվականին քաղաքացիական պայմանագրի ցուցակով ընտրվել եմ ազգային ժողովի պատգամավոր, այնուհետև ազգային ժողովի փոխոսնակ։ Ես տեսել եմ, որ Հայաստանում ժողովրդավարությանը վտանգ է սպառնում եւ ինքս նորից ներգրավել եմ քաղաքական process-ների մեջ։ Այժմ այս պահին ես տեսնում եմ, որ մենք անդառնալի կետում ենք գտնվում այն առումով, որ ժողովրդավարությունը Հայաստանում հաստատված է եւ մեր ժողովուրդը իր որոշումներով եւ քվեարկություններով տեր է կանգնում դրան։ Ես տեսնում եմ, որ մեր քաղաքական թիմը ամբողջական եւ լուրջ կազմով ներկայացված է ցուցակում եւ ես տեսնում եմ, որ ես առավելագույնս արդյունավետ եմ բիզնեսի զարգացման Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի կայացման, ռազմարտությունաբերական ոլորտի կայացման եւ զարգացման եւ ես տեսնում եմ, որ Հայաստանում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմ իմ կուտակած փորձով, գիտելիքներով եւ ես չեմ ցանկանում ավելորդ համեստություն անել եւ ուզում եմ ասել, որ իսկապես տեսնում եմ, որ կարող եմ այդտեղ իմ պետությանը եւ ժողովրդին ավելի մեծ ծառայություն մատուցել։
ԿՊ խմբակցության падգամավոր Հրաչյա Հակոբյանը եւս լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԿՊ համամասնական ցուցակում չի առաջադրվել։ Падգամավորը նշել է, որ պարզապես չի ուզում ակտիվ քաղաքականությամբ զբաղվել։ Նրա խոսքով ժամանակն է մի փոքր դադար վերցնել, բայց դա ամենևին էլ չի նշանակում լիովին հեռանալ քաղաքական դաշտից։ Որևէ պատճառ չկա։ Ուղղակի մի քիչ դադար վերցնեմ ակտիվ քաղաքականությունով զբաղվելուց։ Դեռ չգիտեմ։ Չէ, քաղաքականությունից ներողություն։ Չէ, քաղաքականությունից դուրս չեմ գալիս, կլինեմ կուսակցական, կարծում եմ կմասնակցեմ կուսակցության նիստերին, ոչ այդքան ակտիվ, բայց այնուամենայնիվ կմասնակցեմ կուսակցության նիստերին։ 2026 թվականին падգամավոր չի դառնալու նաև ԿՊ խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը։ Նա հայտարարել է, թե արդեն նախընտրում է բիզնեսով զբաղվել։ Падգամավորը նշել է, որ Հայաստանի համար կարևորագույն ժամանակաշրջանում իր քաղաքական թիմի հետ միասին արել է ամեն հնարավորը պետության համար։ Այժմ, երբ Հայաստանի համար սկսվել են լավ ժամանակներ, պատրաստվում է թողնել քաղաքականությունը եւ տրվել ստեղծագործական կյանքին, այդպիսով նպաստելով երկրի զարգացմանը։ 18 թվականին ես իմ թիմի հետ ենք քիչ մարդկանցից էինք, որ փոփոխություն արեցինք Հայաստանում, որը անհնարին էր թվում։ Եվ այդ ժամանակ կարծում եմ նորմալ եւ օրինաչափ էր, որ ես թիմի հետ այստեղ էի։ 21 թվականին էլի կլինեն մարդիկ, որ չեն համաձայնվի, բայց 21 թվականին ես ներսից իմ թիմի հետ տեսել եմ ինչա նշանակում, երբ որ դու կանգնած ես պետության ու պետականության կորստի առաջ։ Իրոք կարող է դուք դա չեք զգացել եւ ես երջանիկ եմ, որ դուք դա չեք զգացել, ես դա զգացել եմ, ես դա ապրել եմ իմ ընկերների հետ ու ես չգիտեմ, հպարտանում եմ, որ մենք այդ ճգնաժամի միջով անցանք։ Եվ այդ ժամանակ թիմին լքելը նույնպես կլիներ դավաճանություն, ես այդպես եմ կարծում, պետք էր ձիգ կանգնել, որովհետև հարցը ոչ թե քաղաքացիական պայմանագրի կամ իշխանության մեջ էր, հարցը պետության ու պետականության կորստի մեջ էր։ Դրանից հետո ես կարծում եմ, որ հատկապես այս տարի շատ լավ արդյունքների ենք հասել, էլի անհնարին ժանրից թվացող խաղաղության պայմանագրի նախաստորագրում ա եղել։ Ես հպարտանում եմ բոլոր մարդկանցով, ովքեր այդ ճանապարհը կարողացել են անցնել, որտեղ մենք բոլորս այն կարգի կորուստներ ենք ունեցել։ Ես կարծում եմ, որ Հայաստանի համար սկսել են լավ ժամանակներ, մեր պետությունը պետքա ծաղկի, մարդիկ պետքա լավ աշխատեն, այս պահին ուզում եմ գնամ հիմա էլ այնտեղ աշխատեմ, պետությունը ծաղկեցնեմ։ Շարունակում ենք թողարկումը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած համերգով տրվել է կողք կողքի 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի մեկնարկը։ Բեմ են բարձրացել զարգացման առանձնահատկություններով երեխաներ, պատանիներ եւ մեծահասակներ։ Այս տարի փառատոնին մասնակցում են 600 երեխաներ եւ պատանիներ Հայաստանից ու արտերկրից։ Երևանում մեկնարկեց կողք կողքի 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 3-ը։ Փառատոնի մեկնարկը տրվեց «Իմ մեծ բեմը» խորագիրը կրող համերգով, որը տեղի ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Բեմ դուրս եկան զարգացման առանձնահատկություններով երեխաներ, պատանիներ եւ մեծահասակներ։ Փառատոնը միավորել է ավելի քան 600 մասնակից Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Բահրեյնից եւ այլ երկրներից։ Այն անցնում է ներառական հասարակություն քաղաքակիրթ երկիր կարգախոսով, նպատակ ունենալով բացահայտելու եւ ներկայացնելու զարգացման առանձնահատկություններով երեխաների ստեղծագործական ներուժը։ Կողք կողքի կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ եւ փառատոնի հիմնադիր ղեկավար Նաիրա Սարգսյանը հայտնում է, որ այս տարվա փառատոնն իր ծավալներով ամենամեծն է։ Սա 6-րդ փառատոնն է, որը միավորում է տարբեր զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին եւ փառատոնը եւ երաժշտությունը եւ արվեստը լավագույն միջոցն է, որպեսզի կարողանանք ինտեգրել երեխաներին մեր հասարակության մեջ։ Փառատոնը հնարավորություն է տալիս, որպեսզի երեխաները իրենց ուժեղ կողմով ելույթ ունենան։ Նրա խոսքով միջազգային մասնակցությունն ամեն տարի ընդլայնվում է։ Փառատոնը արդեն 6-րդ տարին է մեկնարկել է եւ 6-րդ տարում մենք ունենք բազմաթիվ երկրներից առաջարկներ, որպեսզի ներկայանան եւ ելույթ ունենան փառատոնին։ Ունենք Բահրեյնից, Ուզբեկստանից, ունենք սպիկերներ, որոնք վերապատրաստման դասընթացեր են անցկացնում մեր հայ մասնագետների համար։ Օրինակ անցյալ 3 մենք ունեցել ենք սեմինար, վարպետաց դաս, որը ներկայացրեց ԱՄՆ-ից մասնագետ Նանոր Շահինը։ Ունենք Ռուսաստանից սպիկեր, որը ներկայացրեց էլի երեխաների հետ աշխատանքի միջոցը խոսքի զարգացման երաժշտության միջոցով։
Փառատոնի մասնակից Նարեկ Քոչարյանը Տաշիր քաղաքից է, նա երկրորդ անգամ է մասնակցում փառատոնին, նրա մայրը Եսթերը նշում է, որ նման նախաձեռնությունները դրական ազդեցություն են ունենում երեխաների զարգացման վրա։ Այս էլ արդեն երկրորդ տարին է, որ մասնակցում ենք, մեծ սիրով, մեծ խանդավառությամբ է Նարեկը մասնակցում, երբ որ Նարեկը նվագում է մատներով, համատների ծայրով զգում է հանգստություն, ձեռք է բերում հանգստություն։ Երաժշտությունը ինքը ոնց որ իրան տալիս է այն արտ-թերապիան, թեկուզ հոգեպես, նյարդայնապես, որ ինքը հանգստանում է, հա, լիովին։ Ինչքան էլ ճիշտը որ ասեմ բարկացած լինի, որ նստում է դաշնամուրի առաջ, սկսում է ինքը նվագել, ինքը մոռանում է բոլոր իր բարկությունը, հա։ Նրա խոսքով փառատոնը ոչ միայն ստեղծագործական հարթակ է, այլև նոր ընկերությունների, շփումների, փորձի ու ինքնավստահության աղբյուր։ Նարեկը հիմա քոլեջում է սովորում, Ստեփանավանի քոլեջում, ունի ընկերներ, ունի շփում, ասում է, պատմում է իր հաջողությունների մասին։ Մենք այս տարի երկրորդ անգամ ենք մասնակցում, առաջինը թռիչքին էր Խարբերդիում, այնտեղ Նարեկը նաև ելույթ ունեցավ, այսպես շատ ուրախ էինք, ընկերներին էլ պատմում է, կիսվում է իր հաջողություններով։ Փառատոնի շրջանակում անցկացվում են նաև վարպետաց դասեր և սեմինարներ։ Այս տարի Հայաստանում էին ճանաչված մասնագետներ, որոնք ներկայացրել են խոսքի և երաժշտական զարգացման ինտեգրված մեթոդներ։ Մենք փորձում ենք այնպես անել, որպեսզի մեր հայ մասնագետը, հայ հասարակությունը ավելի ներառական լինի, քանի որ մենք մեր կարգախոսն է ներառական հասարակություն, քաղաքակիրթ երկիր ունենալը։ Առաջիկա օրերին փառատոնի շրջանակում կկայանան նոր համերգներ, ցուցադրություններ ու կրթական հանդիպումներ, որտեղ երեխաները եւ պատանիները կցուցադրեն իրենց ստեղծագործական կարողությունները երաժշտության, արվեստի եւ արտահայտման այլ ձևերով։ Փառատոնն արդեն 6 տարի անընդմեջ ապացուցում է, որ արվեստը կարող է վերացնել սահմանները եւ նոր հնարավորություններ բացել յուրաքանչյուր մանկան եւ երիտասարդի համար, անկախ զարգացման առանձնահատկություններից։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային երկու այցով Բելգիայում է, Բրյուսելում էլ տեղի ունեցել Միրզոյանի գլխավորած պատվիրակության ու Եվրամիության գործընկերության խորհրդի ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։ Այնուհետև Միրզոյանը առանձնազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ, որին հաջորդել է նաեւ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի մասնակցությամբ համատեղ ասուլիսը։ Մանրամասները տեսանյութում։ Եվրամիություն գործակցությունը թևակողում է նոր փուլ ռազմավարական գործընկերության մակարդակ։ Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է հայտարարում Եվրամիության բարձր պաշտոնյաների հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում։ Մեր գործակցությունը այսօր բարձրացրինք ռազմավարական մակարդակի, բայց սա մեր հավակնությունների վերջը չէ։ Հայաստանի խորհրդարանը մարտին օրենք ընդունեց Եվրամիության անդամակցության ցանկության մասին, եւ այդ տեսանկյունից էլ այսօրվա հանդիպան ուղերձը շատ հատկանշական է։ Հայաստան-ԵՄ գործակցությունը մտնում է նոր փուլ։ Այսօր Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպման արդյունքներով Երևանն ու Բրյուսելը ստորագրեցին գործընկերության ռազմավարական օրակարգը։ Երկկողմ փաստաթուղթը ստորագրվեց Հայաստանի գլխավոր դիվանագետի եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասի ձեռամբ։ Եվրամիությունը 15 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին, որը կուղղվի խաղաղության եւ դիմակայունության ամրապնդմանը։ Դրա շրջանակում նախատեսում ենք իրականացնել մի քանի նախաձեռնություն։ Ականաձերծման գծով վերապատրաստում սարքավորումներ են տրամադրվելու, տարբեր ոլորտներին առնչվող դասընթացներ են անցկացվելու եւ այլն։ Եվրամիության կողմից այս աջակցությունը առավել կամրապնդի Հայաստանի դիմակայունությունը։ Կայա Կալասին երկրորդեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու այս համատեքստում իր հերթին հավելեց. 2026 թվականի մայիսին տեղի է ունենալու Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Սա շատ կարևոր միջոցառում է լինելու եւ ակնկալում ենք ձեզ տեսնել Երևանում։ Շատ ուրախ կլինենք։ Հայաստանի այսպես ասած իմունիտետը ամրապնդելու գործում Եվրամիությունը մեր տարածաշրջանում վերջնական խաղաղություն հաստատելու անհրաժեշտություն է տեսնում։ Այդ իսկ պատճառով էլ սատարում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Այդ գործընթացը պետք է հասնի իր տրամաբանական ավարտին։ Մենք աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությանը միտված բանակցություններին։ Երևանի եւ Բաքվի միջև օգոստոսին ձեռք բերված համաձայնությունները շատ կարևոր են։ Դրանով ավարտվեց տարիներ շարունակ ընթացող հակամարտությունը եւ այս հարցում Հայաստանն ունի Եվրամիության աջակցությունը։
2025 թվականը շատ կարևոր տարի էր Հայաստանի համար առանձին եւ կարևոր տարի էր նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար։ Իր գործընկեր Կայա Կալասի եւ Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում այնուհետև առաջարկով հանդես եկավ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ստեղծել Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա Եվրամիություն տրանսպորտային կապակցվածության հարցերով քառակողմ ձևաչափ։ Այս ուղղությամբ քննարկումները մեկնարկել են հոկտեմբերին։ Ես խնդրել եմ պարոն Միրզոյանին, որ նա այսօր մեզ ներկայացնի տրանսպորտային կապակցվածության օրակարգում Հայաստանի առաջնահերթությունները, որպեսզի առավել մանրամասն միասին քննարկենք դա։ Կարծում եմ կհաջողվի, քանզի այդ օրակարգով բազմաթիվ քայլեր կարող են ձեռնարկվել, բայց միևնույն ժամանակ դա հնարավոր է միայն խաղաղության պայմաններում։ Նման ձևաչափ ստեղծելուց բացի Երևանն ու Բրյուսելը քննարկում են նաև վիզաների ազատականացման հնարավորությունը։ Մարթա Կոսի խոսքով Հայաստանը Եվրամիության համար լավ գործընկեր է, ուստի այդ գործընկերությունը պետք է արտացոլվի ոչ միայն քաղաքական, տնտեսական, անվտանգային, մշակութային, այլ նաև վիզայի ռեժիմի ազատականացման ուղղությամբ։ Ինչու է սա կարևոր, որովհետև շատ հայեր են ապրում Եվրամիության տարբեր երկրներում, եւ մենք ուզում ենք խրախուսել, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան ավելի սահուն կերպով գալ ԵՄ երկրներ, այցելելու իրենց ընտանիքներին ու բարեկամներին, ինչը ներկայությամբ դեռևս այդպես չէ։ Այս ամենից զատ Հայաստանը կարող է ապավինել Եվրամիության աջակցությանը նաև ապատեղեկության դեմ պայքարի գործընթացում, հատկապես երբ առջևում 2026 թվականի համապետական ընտրություններն են։ Ամենուր ժողովրդավարությունը սպառնալիքի առարկա է դառնում։ Մենք աշխատանքներ պիտի տանենք ապատեղեկության դեմ պայքարելու, քաղաքացիական հասարակությանը եւ մեդիաներին աջակցելու նպատակով, որպեսզի կանխենք ճնշումներն այդ ուղղությամբ։ Գործնականում դա հնարավոր է։ 5 միլիոն եվրո ֆինանսավորում ենք տրամադրելու Արևելյան գործընկերության տարածաշրջանի համար, այդ թվում Հայաստանին, ընտրություններին ընդառաջ ապատեղեկության դեմ պայքարը ապահովելու համար։ Ռուսաստանն ու իր արբանյակներն ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում։ Այսինքն սցենարը նույնն է։ Եվրամիության այս ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել այդ ազդեցություններն ու համարժեք արձագանքել դրանց։ Այսպիսով Բրյուսելում ստորագրված եւ Եվրամիության գործընկերության խորհրդի կողմից հաստատված Եվրամիություն Հայաստան գործընկերության ՍԵՊԱ-ի վրա հիմնված ռազմավարական այս նոր օրակարգը այլևս փոխարինում է դեռևս 2017 թվականին ընդունված երկկողմ առաջնահերթություններին, ստեղծելով համատեղ գործողությունների առավել հավակնոտ եւ համապարփակ շրջանակ։ Ձյանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։ Ձերբակալվել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերի նախկին բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Նա ԵՄ արտաքին հարաբերությունների ղեկավարի պաշտոնում աշխատում էր 2014-ից 2019 թվականներին։ Վերջին տարիներին Մոգերինին ղեկավարում էր բելգիական Բրյուգե քաղաքում գտնվող ԵՄ քոլեջը, որը դիվանագիտական կադրեր է պատրաստում դաշինքի համար։ Բելգիական ոստիկանության պնդմամբ խուզարկություններն ու ձերբակալություններն իրականացվել են ուսումնական հաստատությունում հայտնաբերված չարաշահումների արդիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Միջազգային տեսաշարով։ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է Ռուսաստանի նկատմամբ ավելի ագրեսիվ դիրքորոշում որդեգրի չբացառելով կանխարգելիչ հարվածը։ Հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ ծովակալ Ջուզեպե Կավո Դրագոնեն։ Նա ասել է, որ դաշինքը քննարկում է Մոսկվայի հիբրիդային պատերազմին արձագանքն ուժեղացնելու հնարավորությունը։ Բարձրաստիճան զինվորականի համոզմամբ զսպել կարելի է պատասխան կանխարգելիչ հարվածի միջոցով։ Ռուսաստանի դեմ կանխարգելիչ հարվածը կարող է համարվել պաշտպանական գործողություն, բայց դա դեռևս հեռու է մեր սովորական մտածելակերպից եւ գործողությունից, ասել է Դրագոնեն։ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն հայտարարել է, որ Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ ռազմական բախման, որը կարող է տեղի ունենալ 2030 թվականին։ Հունգարացի նախարարի խոսքով ԵՄ ռազմավարական փաստաթղթերը սահմանում են, որ ԵՄ երկրները պետք է մարտական պատրաստվածության հասնեն մինչև 2029 թվականը։ Սա հնարավորություն կտա Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև պատերազմը սկսել 2030 թվականին։ Հունգարիայի արտաքին գործերի նախարարի խոսքով առաջիկա ժամանակահատվածում ամբողջ մայրցամաքում բռնկման վտանգ կա։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Փարիզում քննարկումներ է անցկացրել իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ։ Մի քանի ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը բազմաթիվ հարցեր են քննարկել, սակայն ուշադրության կենտրոնում եղել է ռուս-ուկրաինական հակամարտության ավարտն ու անվտանգության երաշխիքները։ Խաղաղությունը պետք է իսկապես հուսալի լինի, պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի։ Հիմա շատ բան կախված է ղեկավարների քայլերից, նշել է Զելենսկին։ Կամավորների կոալիցիան ավարտել է անվտանգության երաշխիքների մշակումը Ուկրաինայի համար։ Առաջիկա օրերին կարևոր բանակցություններ են նախատեսվում ամերիկացի պաշտոնյաների եւ կոալիցիայի միջև։ Միացյալ Նահանգների մասնակցությունն այդ երաշխիքներում հստակեցնելու նպատակով։ Այդ մասին էլ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մամուլի ասուլիսում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Զելենսկին էլ իր հերթին նշել է, որ տարածքների հարցն ամենաբարդն է։ Նա շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին եւ անձամբ Դոնալդ Թրամփին պատերազմն ավարտելու գործում ակտիվորեն ներգրավվելու համար։ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը նախաքննություն է սկսել 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքները ցրելու համար Վրաստանի իրավապահ մարմինների կողմից թունավոր քիմիական նյութերի օգտագործման մասին BBC-ի հրապարակած նյութի կապակցությամբ։ Մի քանի օր առաջ BBC-ն հայտնել էր, որ իր հավաքած ապացույցները վկայում են, որ Վրաստանի կառավարությունը առաջին համաշխարհային պատերազմի քիմիական զենք է օգտագործել Թբիլիսիում ցուցարարների դեմ։ Իշխող վրացական երազանք կուսակցությունը դեկտեմբերի 1-ին հայտարարել է, որ միջազգային դատարաններում հայց կներկայացնի BBC հեռարձակող կորպորացիայի դեմ չհաստատված տեղեկատվությունը տարածելու համար, որը լուրջ վնաս է հասցնում Վրաստանի ազգային շահերին եւ հեղինակությանը։ Անցյալ շաբաթ Սինգապուրում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար մահապատժի է ենթարկվել 3 մարդ։ Մեկ տարվա ընթացքում երկրում մահապատիժների ընդհանուր թիվը հասել է 17-ի։ Դա ամենաբարձր ցուցանիշն է 2003 թվականից ի վեր։ ԵՄ պատվիրակությունը նաև ԵՄ անդամ պետությունների Նորվեգիայի, Շվեյցարիայի եւ Միացյալ Թագավորության դիվանագիտական առաքելությունները դատապարտել են Սինգապուրի 2 եւ Մալայզիայի 1 քաղաքացու մահապատիժը։ Սինգապուրի կառավարությունն էլ պնդել է, որ մահապատժի վերացումը կարող է հանգեցնել ավելի ծանր հետևանքների։ Նրանք այն կարծիքին են, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար խիստ մահապատիժը զսպող ազդեցություն ունի թմրահանցագործության վրա, ինչը լուրջ խնդիր է հարավարևելյան Ասիայի այլ երկրներում։ Այսքանը ցտեսություն։